Ինչ դատով դատում ես, նույն դատով դատվելու ես, կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նրա կնոջ հետ կապված Դիլիջանի մանկապարտեզի խնդրին, որը փոխանցվել է Օսկանյանի կնոջը անհատույց օգտագործման։ Նա հավելել է, ապօրինի գույքի բռնագանձման համակարգը թափ է հավաքելու։ Օսկանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս Փաշինյանը հունիս դուրս է եկել Թալանչի, Սրիկա, Ստահակ, Քոչարյանասերժական Ստահակ զանգված բառապաշարն օգտագործելով։ Կան բացահայտ խնդիրներ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են նաև Սփյուռքի զգայական մի մասի համար, կարծում է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, արդյոք վարչապետի մակարդակով եկեղեցու եւ անձամբ կաթողիկոսի վերաբերյալ հրապարակային քննարկումները հարված չեն հայ առաքելական եկեղեցուն, Սինանյանը պատասխանել է. եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում վարկաբեկում եւ արհամարում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին անդրադարձել է կաթողիկոսի կուսակրոնության թեմային։ Մայր Հայաստան ռազմական թանգարանը միացվում է Հայաստանի պատմության թանգարանին, մինչ այս Մայր Հայաստան պետական հիմնարկը գործում էր Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ Որոշումը պետբյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ փոփոխությունների չի հանգեցնում։ Պրոշյանցիները շարունակում են բողոքել համայնքային տրանսպորտի խնդրից, կառավարության դիմաց ակցիա իրականացնող Պրոշյանի բնակիչներից մեկը նշել է, 25 համարի ավտոբուսը հնարավոր է դուրս գա երթուղուց, քանի որ Մուլտիտրանս ընկերությանը պատկանող 277 համարի ավտոբուսը երթուղի է մտել։ Ըստ ակցիայի մասնակցի վարորդներն ուղևորներին այդպիսի տեղեկություն են հայտնել, տևական ժամանակ է պրոշյանցիները բողոքի ակցիաներ էին իրականացնում, քանի որ Երևանի քաղաքապետարանը Պրոշյան հասնող ավտոբուսների ուղղությունները փոխել է եւ դրանք չեն հասնում Պրոշյան։ Երկար պայքարից հետո բնակիչների բարձրացրած խնդիրը լուծվել է։ Ռուսաստանի Վորոնեժի մարզում երկաթուղային գծերի վրա պայթյուն է տեղի ունեցել, այն վնասել է երկաթգծերը։ Գնացքների երթևեկությունը մի ուղղությամբ դադարեցվել է, նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Միջադեպի պատճառը պարզվում է։ Մայիսի 31-ի երեկոյան եւ հունիսի 1-ի առավոտյան էլ Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում կամուրջներ էին պայթեցվել, 7 մարդ զոհվել էր, 100-ից ավելին վիրավորվել։ Միացյալ Նահանգների գնահատմամբ անցած շաբաթավերջին Ուկրաինայի անօդաչուների հարձակման հետևանքով մինչև 20 ռուսական ռազմական ինքնաթիռ է վնասվել, որոնցից շուրջ 10 լիովին ոչնչացվել է։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, հարձակումը շատ նշանակալի է եղել եւ դա կարող է Մոսկվային դրդել շատ կոշտ դիրք որդեգրել Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցություններում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածել են 41 ինքնաթիռի, որոնցից կեսն այնքան է վնասվել, որ վերականգնման ենթակա չէ։ Իսրայելը վերադարձրել է Համասի կողմից 2023 թվականի հոկտեմբերի հարձակման ժամանակ պատանդարված երկու իսրայելցիների մարմինները, հայտարարել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելական պաշտոնական աղբյուրների համաձայն խոսքը 70-ամյա Ջուդի Վայնշտեյն Հագայայի եւ նրա ամուսնու 72-ամյա Գադի Հագայայի մասին է։ Նրանք Իսրայելի եւ Միացյալ Նահանգների քաղաքացի էին։ Նրանց մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածի Խան Յունիս շրջանում։